Բարև բոլորին, ձեզ հետ է Միկա Թանգյանը։ Այս վիդեոյում մենք կպատվիրենք Box Darknet կայքից առանց իմանալու միջի պարունակությունը 500,000 դրամով։ Այսօր մեզ սպասում է շատ ծանր եւ վտանգավոր նկարահանում։ 2022 թվականի ապրիլի 3-ին իմ ալիքում դուրս եկավ վիդեո, որտեղ ես պատվիրել էի Darknet-ից Box առանց իմանալու միջի պարունակությունը, վճարելով 50,000 դրամ։ Այդ ժամանակ ես վճարել էի Box-ի համար 50,000 դրամ։ Ինչ կլինի, եթե գնել Box 500,000 դրամով։ Դե ինչ սիրելի հետևորդներ, ես եւ Արամը արդեն շարժվում ենք եւ գնում ենք Darknet-ի Box-ի հետևից, որ արժի 500,000 դրամ։ Արամ ջան, ինչ տպավորություններ ունես։ Ճիշտն ասած, էսա մութն անգնելու մինչև հասնենք։ Այդ վաղտ արդեն մանգալը մի քիչ վտանգավոր կարող լինի եւ վախենալու։ Այո, որովհետեւ մենք հիմա արդեն մոտ մի ժամվա չափ ճանապարհ ենք գնում ու դեռ 20 րոպե նավիգատորով մեզ ցույց է տալիս։ Մենք պետք է գնանք եւ անտառի միջից գտնենք այդ 500,000 դրամանոց Box-ը։ Ու մենք չգիտենք ինչ է այդ Box-ի մեջ։ Մենք ուղղակի Դա ավելի հետաքրքիր որ չգիտենք ինչ է այդ Box-ի մեջ։ Այո, որովհետեւ այս ամեն ինչը իրականում շատ հետաքրքիր է այն տեսանկյունից, որ դու գնում ես ման ես գալու, չգիտես ինչ է այդ Box-ի մեջ, ու այդ ամեն ինչը հետաքրքիր է, ինձ թվում է ձեզ էլ է հետաքրքիր, լայքեք անպայման վիդեոն։ Այստեղ կարող եք տեսնել թե որտեղ են տվել լոկացիան, անտառում նկարը, թվեր ամեն ինչ գրված։ Հուսով եմ դժվար չի լինի մանգալ այդ Box-ը։ Գիտեմ որ մեծ Box է, քանի որ 500,000 դրամանոց է, շատ մեծ Box է եւ հուսանք որ շատ ծանր չի լինի, քանի որ տանենք անտառից հասնենք մինչև ավտո։ Այո, որովհետեւ անտառի մեջ է լինելու, դժվար մեքենայով կարողանանք անտառ մտնենք այդ ծառերի մեջ, բայց այս խցանումները ուղղակի համը հանում են։ Մենք արդեն մի ժամից ավելա ճամփի վրա ենք ու խցանումի հետևից նայեք, ընդհանրապես չենք շարժվում։ Այսինքն ես ինչ բաներ եմ։ Տեսեք։ Ո՞ր ջան, քշեք գնանք էլի։ Մի խոսքով սիրելի ընկերներ, Արամի հետ գնում ենք շատ հետաքրքիր վիդեո է սա եւ հուսով եմ որ դուք ձեր լայքերով աղմուկից հեռու էլի եւ հուսով եմ որ դուք ձեր լայքերով կապահովեք 20,000 լայք, որպիսի մենք կարողանանք գնել հաջորդ Box-ը, որը կարժենա արդեն 1 միլիոն դրամ։ Դե ինչ սիրելի ընկերներ, ես եւ Արամը հասանք այն հասցեով, պայտակ անձրև է գալի, պայտակ վերջանում է, մի խոսքով մի հատ ահավոր ձևի մութ անտառ է, այն որտեղ ոչ մի շունչ չկա, ըստ նկարի իրանք այդ Box-ը նույնիսկ չեն թաղել, այսինքն իրանք այդ Box-ը ուղղակի դրել են, այսինքն ինքը տենց լքված վայր է, այս անտառը ընդհանուր, որ նույնիսկ չեն էլ թաղել, տենց գցել են անտառի մեջ ու կոնկրետ մետկան տվել են։ Հիմա հեսա որ մեքենայից դուրս գան կտեսնեք, ուղղակի սարսափելի է, ժողովուրդ ջան, գիշեր է հիմա ու արդեն մութ է ու մենք անտառի մեջտեղում ենք հիմա ես ու Արամը ու պետքա գնանք հիմա Հատ լքված տուն կա խոսքին դեպքում։ Հա, ինչ որ լքված տնակ կա։ Տնակ ինչ որ ու մետքեն հեսա արդեն հասել ենք, ստեղ արդեն ոտով Ստեղ հասել ենք, այո, ստեղ արդեն պետքա դուրս գանք մեքենայից ու մտնենք կոնկրետ անտառի մեջ։ Հուսով ենք ամեն ինչ նորմալ կանցնի ու ինչ որ վատ բաների չենք հանդիպի, ինչ որ օրինակ մարդասպանի անտառի մեջ, բայց հուսանք տենց բան չի մանյակների։ Հա, մի խոսքով պետքա խորանանք անտառի մեջ ու գտնենք այդ Box-ը։ Ժողովուրդ, ինչպես տեսնում եք, մենք իջել ենք մեքենայից, հիմա Արամի հետ ենք ու հիմա պետքա մտնենք անտառ։ Խնդրում եմ էլի բաց նավիգատորը, որովհետև սիրելի ընկերներ նայեք, մի խոսքով 4 կողմը անտառ է կոնկրետ
Չգիտեմ երևում ա ձեզ թե չէ, ես որ կամերայով չեմ տեսնում։ Այստեղի անունը ոնց էր կոչվում քարտեզներով որ նայեցինք։ Դոմ Լիսնիկա։ Մի խոսքով Դոմ Լիսնիկա, անտառապահի տուն։ Հուսով ենք անտառապահին չենք հանդիպի։ Տեսնում եք ինքներդ սիրելի ընկերներ ինչ ուժեղ ձյուն ա ու դրա պատճառով ստեղ չենք կարող գիշերվա կեսին այդ բոքսը բացենք ու նկարենք։ Ահա որ մեծ ձյուն ա ժողովուրդ, նայեք ոտս խրվում ա կոնկրետ ձյան մեջ։ Եղիվ համաձայն է, 2-3 ծառի արանքում։ Նայ, ինչ է, ինչ կենթանիների հետ։ Նայ, կենթանիների հետ կա ժողովուրդ ջան, մարդու հետ չէ՞ էլի փուջուր։ Ինչ-որ փուջուր հետ կա, այս ինչ անտառ ա, ահա որ։ Շատ խոր չկա։ Չէ, շատ 3 հատ ծառ, հա։ Եթե ես թե ինչ-որ մեկին կարող է հենա։ Այս ինչ։ Այս ինչ։ Ոնց որ տեսա։ Յա։ Ժողովուրդ ջան, ոնց որ թե գտանք։ Как раз իրեք ծառի արանքը։ Չեմ ավատում ժողովուրդ կոնկրետ սունդուկ հալվրի գրածները։ Ինչ են գրել։ Անհասկանալի բաներ։ Այս ինչ է։ Էդիցա։ Ծակերով ժողովուրդ գտանք, Արամի հետ գտանք։ Այս լույսն էլ որ գցում եմ վրաս, դեմս ընդհանրապես չի երևում։ Ընդհանրապես։ Մի խոսքով սիրելի ընկերներ, ես եւ Արամը գտանք, խնդրեմ, ինչ որ տարբեր թվերով, ինչ որ տարբեր ասենց բոքսա անտառի։ Բացենք այս բոքսը շատ։ Չէ, այստեղ ընդհանրապես չարժի այս բոքսը բացել։ Ընդհանրապես շարժում։ Այստեղ ընդհանրապես չարժի, որովհետեւ մի հատ նա էլի ծանր է ընդհանրապես։ Երկուսով վերցնելու բանը։ Դե ինչ սիրելի ընկերներ, մենք հենց հիմա Արամի հետ շտապ վերցնում ենք այս բոքսը, տեղադրենք մեքենան, որպեսզի հաջորդ օրը բացենք այս բոքսը եւ տեսնենք ինչ կա նրա մեջ։ Վեկալ գնացինք։ Օй, յովել ծանր է։ Այս GoPro-ի լույսն էլ անջատվում է, չգիտես ինչի։ Ավելի վախի։ Շատ ծանր է, ժողովուրդ ջան։ Օրա, լույսը անջատով։ Արի սենց։ Սիրելի ընկերներ, դեմս ընդհանրապես չեմ տեսնում։ Մենք դա արեցինք, մենք բոքսը գտանք, իդեպ նայեք ինչ ուժեղ ֆանար կա իմ մոտ, որը ասվիշատ է անում ամեն ինչ։ Մենք բոքսը գտանք, դա ամենակարևորն է։ Այսի արժեր մանգալու։ Այսա ես համարում եմ բարձր մակարդակի կոնտենտ։ Անտառի մեջտեղը ես ու Արամը վերցնում ենք ինչ-որ բոքս պատվիրած Darknet-ից։ Առանց իմանալու միջի պարունակությունը վճարել ենք 500,000 դրամ ու ստացել ենք 500,000 շատ մեծ է։ Դե ինչ սիրելի ընկերներ, տեղափոխվենք unboxing անելու։ Դե ինչ սիրելի ընկերներ, ես եւ Արամը վերցրեցինք անտառից այդ բոքսը, իրականում միանգամից չկարողացանք գտնել, ինչ որ ժամանակ ծախսեցինք դրա վրա։ Սիրելի ընկերներ, իրոք բարդ նկարահանումներ, գիշերով գնացել ենք Արամի հետ միայնակ, գտել ենք այդ բոքսը անտառի միջից, որտեղ ընդհանրապես մարդկային շունչ չկար։ Եթե մեր հետ այնտեղ ինչ որ մի բան տեղի ունենար, ուղղակի ոչ մեկ դրա մասին չէր իմանա։ Կկորենք։ Ուղղակի կկորենք ու խուլ անտառ էր, բայց մենք այդ անտառից գտանք այդ բոքսը, որին ես վճարել եմ 500,000 դրամ ու հենց հիմա մենք այդ բոքսը մեքենայի մեջ է, հենց հիմա մենք գնալու ենք այդ բոքսը վերցնենք,
գնանք ստուդիա եւ այնտեղ բացենք եւ տեսնենք ինչ է գտնվում այդ բոքսի մեջ։ Միանգամից ձեզ ասեմ, եթե 18+ ինչ որ բաներ գտնենք այդ բոքսից, առաջարկում եմ, որ YouTube-ը 18+ չտա, տեղադրենք Telegram-ի ալիքում։ Եթե հա ինչ որ չգիտեմ, նենց բան լինի, որ YouTube-ով չենք կարողանա ցույց տանք, միանշանակ Telegram-ում լինքը նկարագրությունների բաժնում Միկա Թանգյան Telegram-յան ալիքում կարող եք գտնել։ Ժողովուրդ ջան, մենք կուզեինք անտառում այդ ամեն ինչը բացեինք այնտեղ տեղում, բայց այնտեղ անհարմար է եւ ցուրտ եւ մութ, ցուրտ, անհարմար, ոչ լուսավորություն կա, ոչ բան։ Դրա համար մենք այդ ամեն ինչը վերցրել ենք մեր ռիսկով, ռիսկ ենք արել, որտեվ չգիտենք ինչա դրա մեջ։ Այո։ Արամի ավտոյի մեջ ենք ճիշտ է այդ ամեն ինչը դրել, Արամի ավտոյով ենք դրել, բայց կապ չունի։ Ես ու Արամն ենք մեքենայի մեջ, դրա մեջ ինչ որ ոստիկաններ կամ ինչ որ նմանատիպ բաներ լինեին, մեկը երկուսս տուժելու են, կապ չունի ով է տուժում, Արամն է տուժում թե ես, միանշանակ մի խոսքով ահա որ ձևի ռիսկ ենք արել, դրա համար գնահատեք սիրելի ընկերներ, գնահատեք ձեր լայքով ու բաժանորդագրությամբ։ Եկ գնանք եւ ցույց տանք ժողովրդին բոքսը։ Ես շատ հույսով եմ, որ կես միլիոն դրամանոց բոքսի մեջ կլինի ինչ որ հետաքրքիր բան։ Միանշանակ կլինի ինչ որ հետաքրքիր։ Որովհետև եթե կես միլիոն դրամանոց բոքսի մեջ մենք չենք գտնում ինչ որ հետաքրքիր բան, դա ուղղակի ֆիասկո։ Պրավալ, ֆիասկո։ Դու էլ մատիկդ։ Սիրելի ընկերներ, բոքսը։ ահա որ ծանր բոքս է։ Հիմա մենք այս բոքսը վերցնելու ենք, տանենք ներսի ստուդիա եւ այդ ստուդիայում բացենք, որ բոլորը նորմալ լուսավորությամբ տեսնեն։ Որտեղ եթե անտառում անենք այդ ամեն ինչը, շանս չկա, որ դժվար էր սիոմկեն լինելու, համել ոչ մեկ ոչ մի բան չէր տենալու։ Դե ինչ, վերցրու։ Այ, բասի։ Դիր։ Օй։ Հու, ծանր է, այդ նշանակում է, որ ծանր է, մեջը բան կա, ամենակարևորը դատարկ չի։ Հենց հիմա սիրելի ընկերներ, լայքում եք այս վիդեոն, հասնում ենք 150,000 բաժանորդ, սա Darknet-ի երկրորդ մասն է։ 2022 թվին էր դուրս եկել առաջին մասը, սա երկրորդ մասը, լեգենդար վիդեո։ 3 տարի անց։ 3 տարի անց։ Բայց արդեն Ռուսաստանում, ինչ կարա լինի Ռուսաստանում, ոչ մեկ տեղյակ չի։ Բեկալ գնացինք։ Առաջարկում եմ դու անցնես առաջ։ Մենք հասել ենք, մենք տեղում ենք սիրելիներս։ Համարյա թե հասանք։ Այո, բեկալ, երկում եք։ Ինչ-որ թվեր կան այս բոքսի վրա, ուզում եմ նկատեք այդ ամեն ինչը։ Նկարներ։ Թվեր, ինչ-որ Աբազնաչինյաներ։ Բայց դե չեմ կարծում, որ սա ինչ-որ օգուտ կտա, հա, ինչ-որ իմաստ կունի։ Դրա համար մենք հիմա կփոխվենք, կհանենք մեր կարմիր եւ սև կուրտկաները եւ կտեսնենք ինչ կա Darknet-ի բոքսում կես միլիոն դրամով։ Հուսով եմ գումարը հենց այնպես ծախսված չի։ Դե ինչ սիրելի ընկերներ, մենք հասցրել ենք այս բոքսը ստուդիա, որպեսզի հենց հիմա բացենք եւ տեսնենք ինչ կա նրա ներսում։ Դու պատրաստ ես։ Այո, դրա համար մենք պատրաստել ենք ձեռնոցներ։ Միանշանակ ձեռնոցներ, որովհետև չգիտենք ինչա գտնվում այս բոքսի մեջ, դրա համար ամենայն դեպս ձեռնոցներով ենք լինելու, որպեսզի մեր մատնահետքերը ինչ որ բանի վրա չմնա։ Սիրելի ընկերներ, իջեք մեկ անգամ եւս լայքեք այս վիդեոն, եկեք հասնենք 150,000 բաժանորդ։ Ինձ թվում է հիմիկվանից արժի հագնել ձեռնոցները, որովհետև չնայած արդեն կպել ենք բոքսին առանց ձեռնոցների։ Բոքսը կարող է Դե, հա, նացի։ Եվ այս կողմից ինքն մի քանի տեղություն ունեման բացվեց վերցրա բացենք հետաքրքիր պարունակություն հետաքրքիր է ես մտածում եմ որ ստեղ դժվար ինչ որ նենց բան լինի որը տրակի բայց համենայն դեպս պետքա ինչ է ինչ որ
Ուղղակի ինչ որ ռեզինի կտոր։ Կարծում եմ սա մեզ պետք չի, սա ինչ որ լուրջ բան չի։ Հուսով եմ նենց բան չի լինի ստեղ, որը կպայթի։ Ուրեմն ես առաջարկում եմ հերթով ես ու դու միջից հանենք ապրանքները, հա, ձեռը մտցնենք, փորենք ու տեսնենք ինչա մեջը ու հանենք։ Ես էլի եմ ասում, ես չեմ կարծում, որ մեջը լինի այնպիսի բան, որը կպայթի, կամ ինչ որ այնպիսի բան, որ մեր ձեռը կվնասի, մենք ձեռնոցներով ենք, դրա համար կարծում եմ ուղակի կարանք միջից հանենք այդ բանը։ Համաձայն ես։ Կարծիքով ստե ինչ կարող լինի։ Սիրելի ընկերներ, մեկնաբանությունների բաժնում գրեք, ինչ եք կարծում, ինչ կարա լինի բոքսի մեջ, որ արժի $500,000 դրամ։ Ես պատրաստ եմ։ Ես էլ։ Դու պատրաստ ես։ Առաջինը։ Ես։ Առաջինը դու։ Փորի։ Ոպ։ Փորի։ Որ ոչ մի բան։ Սա Ո՞ղա դատարկ է։ շատ աբսուրդ կլինի էլի $500,000-անոց։ Տեսա ինչ որ բան զգում ես։ Կամաց մենակ շատ դանդաղ հանի։ Ինչ որ ուպակովքի մեջ է։ Կամաց մենակ իր հետ շատ նուրբ։ Ինչ կարա լինի, ես տեսել եմ, որ sense բոքսերում կան մարդու ատամներ լինեն, ինչ որ sense մարդկային Շատ թեթև է։ շատ թեթև է, բայց Ահավոր թեթև է ժողովուրդ։ Տեսեք ինչ որ sense սև ակուրատի պլյոնկով է։ Հենց հիմա մեկնաբանություններում գրեք ինչ եք կարծում, ինչ է սա։ Շատ թեթև է, որ ինչ։ Բացում ենք։ Մենակ զգուշ բացի։ Բան դիպի։ Շատ կոշտ բան է ինչ որ ժողովուրդ։ Բայց ես ինչ եմ չկարենք։ Հետաքրքիր է ինչը մեջ է։ Արի իրանց ցույց տանք սկզբից։ Սիրելիներս, առաջինը ձեզ ենք ցույց տալի, չգիտեմ կերևա կամերայով թե չէ։ Վերջ։ Հիմա մենք ենք բացում։ No look։ Քաշի։ Շուր։ Դուքի ոնց որ լինի իր կառուցվածքը։ Մենակ զգուշ քաշի, որտեվ չգիտենք ինչ է մեջ։ Օփո։ Վայ հորը սարև։ Նռնակ է։ Երթվում եմ, ժողովուրդ ջան, ու մի հատ նայեք։ Լուրջ նռնակ է։ Դու ջոգիր հենց նոր գցեցիր իրան։ Սենց բանի հետ պիտի մի քիչ ակուրատնի լինել սենց։ Սարև ժողովուրդ մի հատ խնդրում եմ նայեք։ Բայց ինչ նռնակ է էսի։ Այս ամեն ինչը արդեն դուր չի գալի, որ ճիշտն ասեմ։ Առաջի բանը, որ գտանք նռնակ։ Հետո ինչ կլինի։ Ես չգիտեմ ինչա լինելու հետո։ Եթե ինչ որ վայեննի բաներ, հա, ուրեմն դա ուղղակի որ մենք այսքան բանը տեղաշարժել ենք մեր հետ, շատ վտանգավոր։ շատ Մի օր ես հետևից ֆրացրել եմ ես։ Պատկերացնում ես, եթե կանգնացնեին ու ասենք էսի գտնեին։ Սիրելի ընկեր, խնդրում եմ մենակ մնացած բաները որ հանենք, սա դնում ենք այստեղ, այլ շուտ այստեղ եկեք դնենք, քանի որ արամն է հանել։ Սիրելի ընկերներ, առաջինը հանել ենք նռնակ, $500,000-անոց բոքսից առաջինը հանել ենք նռնակ, դուք պատկերացնում եք։ Ես մտածում եմ ինչ որ մարդկային ինչ որ կաղաբան լինի, ատամ մարդկային։ Ես էլ էի տենց կարծում, որովհետև շատերի մոտ, բայց ինձ թվում է սա ոչ թե նռնակ է, դիմ շաշկա է իմ կարծիքով։ Հա։ Սա իմ կարծիքով դիմ շաշկա է։ Կարող է ինչ որ ծակեր կան։ Մի խոսքով առաջինը, սիրելի ընկերներ, ինչպես տեսնում եք, հանեցինք նռնակ, տեսնենք, շարունակենք վիդեոն եւ տեսնենք ինչ կա։ Բայց ինքը ոնց որ վայնի կարող կա լինի։ Ինչ որ մի այլ տիպի։ Նման, օպ, գթար։ Դե լավ, չեմ հավատա, եթե էլի նույնից լինի։ Չեմ հավատա, եթե էլի նույն պակետով է սիրելի ընկերներ, հենց նույն։ Ահի։ Բացում ենք սիրելի ընկերներ երկրորդ, մեջը նույն ձևի բան է։ Երթվում է մեջը այս ձևի ֆորմայի բան է։ Մտածում ես երկու հատ նռնակ։ Աբսուրդ կլինի ուղղակի ինձ թվում է երկու հատ նռնակը։ Նռնակ են հանել ժողովուրդ, հասկանում եք դուք ուղղակի։ Քիչ վախում եմ, ճիշտ ասած, պահեմ ձեռքերից մեջ։ Դու գցեցիր առաջին նռնակը, դրանպես գցեցիր։ Սա իրական Darknet-ից պատվիրված բոքս է։ Ու ինչպես տեսնում եք, չէ, մեջը նույն, ինձ թվում է մեջը նույն բանն է։ Ըստ իր ֆորմայի, մենակ մի սխմի, խնդրում եմ, մեջը նույն բանն է։
ինձ թվում է։ Հենց հիմա հանում ենք երկրորդ բանը։ Օրը սարև ես զգում եմ իրան արդեն։ Ինչը։ Օրը սարև։ Ողբերեսի Ես երթվում եմ սիրելի ընկերներ, մի հատ ստեղ նայեք։ Զգուշ պահ։ Եթե հիմա խոսքի էս ընգնի, թե պետք է անպայման էս կլորակը ապահովիչի վրա է ինքը։ Սիրելի ընկերներ, Ստրախով կարածա, բայց դե sense մեծ կարողում sense փոքր նռնակներ հիմա հասկանալի է, ես ամեն ինչը լսրած թե որ հապկության համար որ չտա տրակի։ Սիրելի ընկերներ, ու ես էսի 1 օր իմ հետ ավտոյի մեջ տարել եմ, գազավատ եմ արել։ 1 օր Արամը էս նռնակների իր այդ ավտոյի մեջ տարել է Ռուսաստանում, որտեղ պատերազմ է հիմա գնում։ Դուք պատկերացնում եք իրան սրանով բռնեին։ Ինչ ենք մենք սրա հետ անելու։ Մենք լավ հիմա նայի մենք սա հանեցինք, ինձ հետաքրքիր է մենք հիմա սրա հետ ինչ ենք անելու։ Պրեսի ուտիլիզացիա է պետք անել մի ձև։ Սիրելի ընկերներ, հենց հիմա այս օպերատորին եմ նայում, օպերատորը շոկի մեջ է։ Չգիտեր ինքը, որ ասենք ինչ որ նմանատիպ բան ենք նկարելու։ Հուսանք խնդրեմ չի առաջացնի էսի մեր մոտ։ Նռնակ։ Սենց նռնակ ես մենակ կինոներում եմ տեսել։ Ես էլ սենց նռնակ ես ընդհանրապես բռնածել չկամ։ Ես էլ կյանքումս զգուշ պահեմ։ Սիրելի ընկերներ, նռնակ ենք անել, դուք հասկանում եք դա ինչ է։ Գնա իր համարով ինչ որ թվերով, բանով։ Ես ուղղակի մեծ հույս ունեմ, որ սա այն իրական նռնակը չի, որը օգտագործում են պատերազմների կամ ինչ որ նմանատիպ տեղերում։ Ես ուղղակի շատ մեծ հույս ունեմ, խնդրում եմ զգուշությամբ։ Ձեռներս դողում են։ Դնենք այս, չի դրվում ինքը սենց։ Սիրելի ընկերներ, 2 հատ նռնակ ենք անել, դուք ուղղակի պատկերացնում եք։ Մեկն էլ պայթուցիկ։ Ես ուղղակի ուզում եմ ասել մի բան։ Ուրեմն այն մարդիկ, ովքեր կգրեն այս վիդեոյի տակ, որ սա էլ է սարքած վիդեո, սիրելի ընկերներ, ուզում եմ ասեմ, որ ձեր կարծիքը մեզ ընդհանրապես հետաքրքիր չի։ Ուզում եք մարդը 10,000 անգամ գրեք։ Դա մեր կոպիտ ասած անձին վոտերին չի, ավելի կարամ մի քիչ բարձրանամ, բայց չեմ ուզում։ Դրա համար սիրելի ընկերներ, կարակ չգրեք կամ կարակ մարդը մի 10,000 անգամ գրեք։ Իսկ այն իմ հավատարիմ, մեր հավատարիմ բաժանորդներին, ովքեր հավատում են, ովքեր լայքում են վիդեոն ու գնահատում են մեր չարչարանքը, այն չարչարանքը, որ մենք գնել ենք Box Darknet կայքից, որից հենց հիմիկվա դրությամբ մենք անել ենք 2 նռնակ ու մենք չգիտենք դեռ ինչ կան այս բոքսի ներսում։ Այս մեծ բոքսի ներսում։ Ես ձեզ ուղղակի այսպես պատճում եմ ու Արամն էլ։ Ուղղակի նմանատիպ կոնտենտ Միկա Թանգյան YouTube-յան ալիքում, նմանատիպ իրական կոնտենտ ես ուղղակի ցնցված եմ, ոնց է կարելի ամեն շաբաթ իրականում ահա որ ջանք, ահա որ փող մենք դնում ենք վիդեոների մեջ, որ դուք նայեք Մի բան զգում եմ։ Չասես էլի նույն ձևի բանա։ Ուպակովկեն նույն ձևի է։ Նույն ձևի ուպակովկա։ Սարև։ Եթե հենց հիմա էլ ստեղ էլի նռնակ եղավ, ուրեմն ես չգիտեմ, վճարում ենք կես միլիոն դրամ ու մեզ ուղղակի ինչ որ վտանգի տակ են դնում։ Հարցը վտանգի մեջ չի, գիտես ինչ որ հետաքրքիր բաներ չի, նռնակ է ուղղակի։ Նռնակ։ Ինչ անենք այդ նռնակի հետ։ Որտեղից կարելի առնել, եթե ոչ նռնակ ես չէի կարա առնել ուրիշ տեղից, քո հետ լրիվ համաձայն եմ, բայց շատ հուսով եմ, որ ստեղ նռնակ չի, սիրելի ընկերներ։ Ինձ թվում է հա այդ սպիտակ բանը որ քաշես ինքը կբացվի։ Սիրելի ընկերներ, իրոք լայքին արժանի վիդեո, խնդրում եմ լայքեք այս վիդեոն։ Եթե այստեղ հիմա եւս եղավ մեկ նռնակ, ապա սա ուղղակի ես չգիտեմ, ուրեմն սա ամեն ինչս բոքսի մեջ նռնակից է։ Նռնակա։ Չես հավատա, բայց Սարև ու կանաչ նույն կանաչ նռնակից է, սիրելի ընկերներ։ Սա ուղղակի ես ուղղակի շոկի մեջ եմ։ Ես ուղղակի շոկի մեջ եմ, կամաց խնդրում եմ։ Նույն մոդելն է։ Նույն մոդելն է։ Տեսեք, ստեղ ինչ որ թվեր են գրված։ Հա։ Ստեղ նույն թվերն են։ Ուրեմն մոդելն է երևի թե էսի շատ վտանգավոր տեսանյութ է։ Սա իրոք ահավոր ձևի վտանգավոր տեսանյութ է։ Նա ինչ եմ անում։ Չէ։ Չի։ Շատ ապաստի է, էլի։ Տեսահոլովակը չի հելը։ Ինձ թվում է սա շատ զգուշությամբ պետք է տեղադրել։ Վտանգավոր է մի տեսակ, էսի դարս դե տեղադրելը, ինչ որ փափուկ տեղը կարելի է դնել։ Կամաց։ Օպ։ Սիրելի ընկերներ, բացեցինք 3
ինչ կզգայիք դուք, եթե բացեիք պոպ շարժվեց ինքը իրան այդ կլորակը որ բան եղավ քաշվավ ինձ թվում է ինձ թվում է ինքը տրակել է մի անգամից հա տրակում է ես չգիտեմ ուղղակի արժի շարունակել ընդհանրապես այս տեսանյութը թե չէ հանեցինք երկու նռնակ բոմբ երկու բոմբ հենց բոմբ ասենք մի հատ էլ գազային երևի թե դե ինչ արի նայենք ինչ կա էլի այս բոքսում ինչքան շատ է այս անտերից ստեղ վայենի բոքս է ինձ թվում է պատկերացնում ես մինա լինի մեջ ախպեր աստված հերո տանը կամ ինչ որ նենց գտար մի բան զգում եմ եթե զգում եթե հիմա էլի նռնակ եղավ պապա ավելի մեծ քան թե նռնակը սիրելի ընկերներ այսինքն որ լույսի տակ նայում ես ինչի ֆորմա ունի ուղղակի մի չմութը զենք ախպեր էսի պիստոլետ է հենց հիմա մենք այսինքն դեռ չենք բացել բայց ըստ այս ֆորմայի որ մենք տեսնում ենք ստեղ զենք է հասկանում եք զենք ու ես էսի մի օր հետս ֆրացրել եմ ավտոյով դու պատկերացնում ես եթե այս զենքով ուղղակի ստուգեին ինչ որ դեպք եղացած լինի օրո լավ ամենայն դեպս առաջարկում եմ բացել այս վիդեոից հետո եկեք հասնենք 150,000 բաժանորդ հենց հիմա մենք բացում ենք հաջորդ բանը որը գտնվում էր հաստատ զենք է միանշանակ զենք է պատրաստ եք 3 2 1 երթվում եմ ժողովուրդ զենքա դուք տեսնում եք այս ամեն ինչը SSR չի կարելի զենքը մարդու վրա պայել դրա համար սենց եմ պահում որ դուք հասկանաք սա ինչ որ պլաստիկից խաղալիք չի սիրելի ընկերներ ոնց ձեզ ապացուցեմ սա իրական զենք է ինձ թվում է կամ դուք հասկանում եք հենց հիմա մենք հանել ենք բոքսից զենք ես ուղղակի չեմ հավատում որ կարող ասես բան լիներ բոքսի մեջ ես պատրաստում եմ մարդու հետ կապված ինչ որ մի բան ես անկեղծ եմ ասում ես մտածում եի առաջին մասում քանի որ մենք տեղադրել էինք այնտեղ ինչ որ մսի կտոր էինք գտել հարունով ինչ որ դանակներ զզվելի բաներ ստեղ զենք ու նռնակներ դուք հասկանում եք սիրելի ընկերներ ու սա դեռ վերջը չի մենք շարունակում ենք հիմա մենք հանել ենք զենք ես չեմ ուզում ինչ որ էմոցիաներ ցույց տամ ինչ որ վախենամ արհեստական ես ուղղակի ավելի շատ շոկի մեջ եմ որ ես ավելի շատ այն շոկի մեջ եմ որ դու այս ամեն ինչը քո մեքենայի մեջ որ մենք այս ամեն ինչը մեքենայի մեջ գնացել ենք քաղաքի մի ծերից մյուս ծերը հասել ենք անտառում գտել ենք բայց այդ վաղտ ինչ որ միլիցիա ֆռարը տեղ այնը Ռուսաստանում պատերազմի ժամանակ չգիտեմ սիրելի ընկերներ չգիտեմ ինչ կարելի է Коврեն մի պահ բերես մի քիչ ճիշտ է Вы не хотите его проверить, он вообще заряжен, нет? Ուրեմն օպերատորը հենց հիմա ասում է որ ստուգենք не самая лучшая идея զարմացածը մի դուխին ու ռիսկին այսինքն բան անենք Магазин Հո եկեք մագազինը հանենք դնենք ստեղ անում ենք նայ հետ գնաց օպերատորը հետ գնաց մենք ենք ստելի ստեպա հայլը կրակելուց Չէ, իզի թվացում Սիրելի ընկերներ, ոնց որ թե այս բոքսի մեջ էլ բան չկա Մենք հիմա իհարկե մանրակրկիտ մեկ անգամ ևս կստուգենք բայց ոնց որ թե այսքանն է Դե ինչ սիրելի ընկերներ, մենք չսպասեցինք, մենք զանգահարեցինք մասնագետի, որը ասեց, որ սա Ուչեպկա ահա որ սուտա դրա համար եմ ասած կմկում ուչեբնի գրանատներ է ահա որ ձևի զգուշ է պետք նրանց հետ վարվել բայց ասեց որ կարակ փորձեք տրակացնեք դրա համար հենց հիմա մենք նկարահանումից հետո գիշերվա ժամը 3-ին դուրս ենք եկել որպիսի ձեզ ցույց տանք թե ոնց է այս ամեն ինչը տրակում
շարունակությունը կլինի Telegram-ում, բայց դուք կտեսնեք նաև էքսկլյուզիվ կադրեր հենց հիմա YouTube-ում, թե ոնց ենք մենք տրակցնում այս գրանատը։ Դու պատրաստ ես։ Պատրաստ եմ։ Ես Արամին եմ հանձնել, որ ինքը առաջին է այդ ամեն ինչ անի, որովհետև ես իրոք вообще սենց չեմ ուզում ընդհանրապես ինչ որ սենց ես կլինեմ երկրորդը։ Ու մենք նաև ունենք ծխով դիմավոյ գրանատա, այո։ Դրա համար սիրելի ընկերներ, անպայման լայք եք, այս վիդեոն արժանի է հենց ձեր լայքերի։ Դուք պատրաստ եք, հենց հիմա իջեք մեկնաբանություններում գրեք։ Դու պատրաստ ես Արամ։ Պատրաստ եմ։ Պատրաստ ես։ Կգցես ընդե հետ։ Պատրաստ եք։ Չեկան, հոп, սենց բացում ենք։ Զգուշ, մենակ խնդրում եմ զգուշ։ Ուրը սարև ձերդ մեջ տրակ, հա։ Ուրը սար։ Չեղավ, բայց դեմի ձերդ մեջ տրակ, հետ։ Ես մտածի ձերդ մեջ տրակեք, բայց չէ։ Բրատ, էսի հանում եմ, ու ես ժամանակ ունեմ, թե ոնց։ Արի ես կոմից, էլի դու։ Ավելի լավ կտես ասել։ Լուրջ։ Դե ինչ սիրելի ընկերներ, իմ հերթն է հենց հիմա, ահա որ Արամի ոնց որ Արամի ձեռքերում հենց տրակեր, դրա համար հենց հիմա էս սխմում եմ էս պահը։ Պահա, ցեխմաս պահում ես, մինչև չգցես։ Սիրելի շատ բարձր է։ Ահա որ բարձր է սիրելի ընկերներ։ Տրակում ձերդ մեջ։ Ձեռիս մեջ ինչ որ sense պուճուր տրակոց է լինում ու հետո գնում է ժողովուրդ չգիտեմ վիդեոյի մեջ էս լսվում է այս զենը թե չէ, բայց ահա որ ուժեղ տրակոց է, ահա որ ուժեղ։ Դե ինչ Արամ ջան, ինձ թվում է հերթն է դիմ շաշկայի։ Էսի կարելի է մոտիկ գցել ավելի։ Дымовуху не стоит. Почему? Օ, սիրելի ընկերներ, եկեք գնանք իրա մոտ։ Ինձ թվում է ինքը դժվար տրակի։ Ինձ թվում է ոնց որ թե նրանցից ռեակցիան ավելի շատ էր, բայց տեսեք։ Ուղղակի ահա որ քամի է, բայց նորմալ ծուխ է տալիս։ Միկա Թանգյան YouTube-յան ալիքում միմիայն այսպիսի հետաքրքիր կոնտենտ սիրելի ընկերներ լայք եք, բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին Եվ Telegram-յան ալիքին, այո։ Չի բանանում, չի հանգում։ ջրի մեջ։ Օյ։ Որո Իսկ ինչ կորը լստել ծուխը։ Լրիվ ծուխը լցել։ Մի խոսքով սիրելի ընկերներ, արի։ Ձեզ հետ էր Միկան եւ Արամը, մենք դա արեցինք։ Սպասում ենք ձեր լայքերին, ձեր բաժանորդագրություններին, որովհետեւ սա իրոք լայքին արժանի կոնտենտ է, չէ՞։ Այո, միանշանակ, լայք, պատվիսկա։ Կհանդիպենք շուտով։ Հաջողություն։ Я думала, она сама собой по-любому сейчас.